Տարին լավ չի մեկնարկել արտահանող տնտեսվարողների համար։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են խոսում նաև այդ մասին։ Այս տարվա առաջին եռամսյակում արտահանման անկումը 61,8% է եղել, հունվար-փետրվարի համեմատ վատթարանալով 2,6%-ային կետով։ Վերլուծաբանների տնտեսագետների գնահատմամբ արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ, այլ նաև մյուս ապրանքախմբերի արտահանման անկումներով կամ ցածր աճով։ Հիմնականում դա պարված է նրանով, որ ակաման ոսկի հսկայական քանակի արտահանում էր նախորդ ժամանակներում Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Չինաստան։ Հիմա այդ վերաարտահանելը նվազեց, որովհետև նաև Ռուսաստանում հարկերի փոփոխություն եղավ։ Մեր իրական հնան 5%-ի կարգի է, ավելի ցույց հնան հիմնականում պարված է եղել վերաարտահանումներով։ Հայաստանի արտահանման եւ վերաարտահանման շուկայի առյուծի բաժինը ԵԱՏՄ-ն է։ Հիմա տնտեսագետների ապրանքատեսակներ կան, որոնց կարիքը Ռուսաստանը չունի։ Մեր արտահանման մեջ մեծ ծավալներ են գրավում դեպի Ռուսաստան գնացող մոբիլ հեռախոսները, լվացքի մեքենաներ, կենցաղային սարքեր, փոշետտիչներ, որոնք որ դրսից բերվում վերաարտահանվում են։ Հիմա Ռուսաստանը ականաբար իր սեփական արտադրություններն է զարգացնում։ Ինչ պետք է անի այս դեպքում կառավարությունը, որպեսզի արտահանող մեր տնտեսվարողները տեղում չդոփեն, գտնեն արտաքին այլ շուկաներ։ Առաջինը տնտեսական նոր ճյուղերի ստեղծում, գործարկում, դիվերսիֆիկացիա, ապրանքների եւ տնտեսական ճյուղերի, եւ երկրորդը արկա արտադրանքների պարագայում միջազգային սերտիֆիկացման լուծում, սերտիֆիկատների ստացում, որպեսզի հնարավոր լինի արտահանել այն երկրները, որոնք այդ սերտիֆիկատների դեպքում են միայն թույլատրում։ Կառավարությունը 2025-ին 5,6% աճ է կանխատեսել։ 2024-ին այն 5,8% էր։ Մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուները հաճախակի էին պնդում, թե ամեն ինչ անելու են, որ այդ 5,6%-ը հասցնեն նույնիսկ 6%-ի։ Տնտեսագետ Մակարյանի դիտարկմամբ, սակայն, եթե հաջորդ եռամսյակային ցուցանիշներն էլ գոհացուցիչ չլինեն, ապա հնարավոր է, որ տարվա վերջում 5,6%-ից էլ ցածր տնտեսական աճ արձանագրվի։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։